այսօր իշխանության ղեկին հայտնված ոհմակը իր դավաճանությունները արդարացնելու համար մեր ժողովրդին փորձում է համոզել, թե դիմադրելը նշանակում է պատերազմի հրահրում։ Սա ամենամեծ սուտն է։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք բոլորիս լավ գիտենք եւ պատերազմի գինը եւ խաղաղության արժեքը։ Մեր դիմադրությունը պատերազմի մասին չէ։ Մեր դիմադրությունը պատերազմը կանգնեցնելու, մեր սահմանները ու մեր երեխաներին պաշտպանելու մասին է։ Եվ դրա իրական երաշխիքը հզոր եւ ուժեղ պետությունն է։ Մենք գիտենք ինչպես վերակառուցել երկիրը։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժ, պրոֆեսիոնալ թիմ եւ ծրագիր։ Իշխանափոխությունից հետո վերածնված Հայաստանը լինելու է ոչ թե անվերջ տագնապների ու սպառնալիքների, այլ կայունության երկիր։ Երկիր, որտեղ սահմանին կանգնած կլինի ժամանակակից հզոր հայկական բանակը, իսկ հայ մարդը իր երկրում կապրի խաղաղ, հանգիստ եւ երջանիկ։